Բարև ձեզ սիրելի հետևորդներ, եթերում հայացք դրսից հաղորդաշարն է, այսօրվա մեջ հյուրը միջազգայնագետ Ժնևի համալսարանի միջազգային եւ եվրոպական կառավարման մագիստրոս Կարեն Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ։ Քննարկենք այս շաբաթվա մի քիչ ահավոր լուրերից մեկը, երբ որ Ալիևը անդրադարձավ Սևան լճին ու այն կոչեց Գյոջա, ասելով, որ Սևան անվանումը չկա ու այսինքն փաստացի արդեն տեսնում ենք տարածքային նկրտումներ ու տարածքային ցանկություններ Սևանի շրջակայքի հետ կապված, ինչ կասեք այս մասով, որովհետև իշխանության պատասխանն էլ կարծես թերի էր դրան։ Անկեղծ ասած, ինձ զարմացնում է այն փաստը, որ մարդիկ զարմացած են Ալիևի հայտարարությունների հետ կապված, որովհետև Ալիևը այն ղեկավարն է, ով բազմիցս է նմանատիպ հայտարարություններ արել, ոչ միայն Սևանի մասով, այլ ամբողջ Հայաստանի տարածքի հետ կապված, եւ եթե մարդկանց թվում էր, թե Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից հետո Ալիևը ինչ որ չափով հրաժարվելու է նմանատիպ հայտարարություններից կամ այն բառապաշարից, որով ինքը սովորաբար խոսում է, ես թույլ տվեք մարդկանց հիասթափեցնեմ եւ ասեմ, որ ամենևին էլ այդպես չէ, որովհետեւ եւ այդ հայտարարությունները եւ դրան նախորդած բազմաթիվ գործընթացներ ցույց են տալիս, որ Ադրբեջանի օրակարգում խաղաղություն չկա, որովհետեւ խաղաղության ձգտող պետությունը ամենատարբեր ձևաչափերով չի կազմակերպում լսումներ, որտեղ քննարկվում է Հայաստանի տարածքները փուլ առ փուլ հետ բերելու կամ փուլ առ փուլ իրենց ասած հետ բերելու, այսպես չակերտավոր ծրագրեր կամ օրինակ Արևմտյան Ադրբեջանի կեղծ թեզը ամենատարբեր ձևաչափերում առաջ չի տանում։ Ես ավելին ասեմ, դրանք պարզապես քննարկումներ չեն, որովհետև այդ խոսույթը եւ այդ գործընթացները ամենաբարձր մակարդակով է կազմակերպվում եւ կազմակերպվում է ոչ միայն Ադրբեջանում, այլև Ադրբեջանի սահմաններից դուրս։ Օրինակ ես երբ որ Ժնևում էի, մի քանի անգամ մասնակցել եմ միջոցառումների, որը կազմակերպել էր Ադրբեջանի դեսպանատունը, իհարկե այնտեղ գրված չէր իր դեսպանատան, այսպես ասած մասին, բայց վստահաբար կարող եմ ասել, որ հենց դեսպանատան անմիջական աջակցությամբ է կազմակերպվել, այնտեղ իմ ինքնությունը պարզ չէր իրենց, այսինքն եթե իմանային, որ ես հայ եմ, բնականաբար չէի կարող մուտք գործել։ Ես այնտեղ ամենատարբեր տեղերում տեսել եմ, թե ոնց են իրենք խոսում այն տարածքներից, որը Հայաստանի եւ հայկական տարածքներ են, բայց իրենք խոսում են, որ այդ տարածքները եղել է Ադրբեջանինը, իրենցն է եղել եւ իրենք շուտով փուլ առ փուլ հետ են գալու եւ հայերը օկուպացրել են նաեւ այդ տարածքները, այսինքն խաղաղության ձգտող պետության օրակարգում պետք է լինի հասարակությանը դեպի խաղաղության տանող գործընթացների նախապատրաստական ինչ-որ աշխատանքներ, բայց եթե համեմատենք ինչ է ասում Հայաստանի իշխանությունը եւ ինչ է ասում Ադրբեջանի իշխանությունը, կտեսնենք, որ կարելի ասել երկու տարբեր գործընթացների մասին են նրանք խոսում։ Մի կողմը պատրաստվում է պատերազմի եւ իսկապես ինչ-որ քայլեր է սկսել, իսկ մյուս կողմում ագրեսիվ ռետորաբանությունը թեպետ ինչ-որ պահի մի քիչ զսպվեց, բայց այնուամենայնիվ Ադրբեջանի օրակարգի այդ խաղաղություն կոչվածը չկա, գոյություն չունի։ Սա մեր հասարակությունը պետք է լավ հասկանա, որտեղ խաղաղության ձգտող պետությունը իր ամենօրյա խոսույթում եւ կենցաղավարության մեջ նմանատիպ քաղաքականություն չի որդեգրում։ Այսինքն ես նորմալ եմ համարում սա, նորմալ այն առումով, որ մենք պետքա վաղ թե ուշ հասկանանք, որ Ադրբեջանի օրակարգում խաղաղություն չկա, իրենց ծրագիրը Հայաստանի տարածքի եւ հայերի ոչնչացման հետ շարունակվում է, Արցախում դա հաջողվեց նաեւ մեր մեղավորությամբ, հիմա իրենք անցել են Հայաստանի կողմը, այսինքն սկսել են Հայաստանի ոչնչացման, Հայաստանը հայերից ազատելու իրենց այդ դարավոր ծրագրին։ Ալեն Սիմոնյանն ասում է, որ սա ուղղված է Ալիևի ներքին լսարանին, ինչ եք կարծում, կա նման բան։ Ու ինչու իշխանությունները երբեք մեր ներքին լսարանին ուղղված նման կոչեր չեն անում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ներքին լսարանին ուղղված այդ հայտարարությունները, եթե միայն ներքին լսարանի համար են, չեն կազմակերպվի պետության սահմաններից դուրս։ Ես ասացի, որ եւ կկրկնեմ եւս մեկ անգամ, որ Ադրբեջանի սահմաններից դուրս բազմաթիվ անգամներ կազմակերպվել եւ շարունակում են կազմակերպվել միջոցառումներ, որտեղ խոսվում է, որ Հայաստանը օկուպացրել է իր տարածքները եւ ներկայիս Հայաստանի սահմանները Ադրբեջանի
հին Ադրբեջանի, այսպես ասած, պատմական տարածքներն են։ Սա միանշանակ ես չեմ ընդունում, որովհետև ներքին լսանին ուղված հայտարարությունները կսահմանափակվեն միայն ներքին լսանի սահմաններով։ Բայց եւ այս փաստը եւ բազմաթիվ այլ փաստեր նույն միջազգային մամուլներին տված հարցազրույցներում միթե Ալիևը մի քանի անգամ չի շեշտել Զանգեզուրի հետ կապված հարցերը, տարբեր տարածքների հետ կապված հարցերը կամ իրենք կներեք Երևան անունով ֆուտբոլային ակումբ են բացել եւ այդ ֆուտբոլային ակումբի ամբողջ գործունեությունը ամեն ինչ փորձում են անել, որ ինքը միջազգային արենաներում նույնպես հանդես գա, եթե սա միայն ներքին լսանի համար է, ինչի Երևան անունով ֆուտբոլային ակումբ բացվում։ Այսինքն սրանք ուղղակի արդարացումներ են, ուղղակի ինձ համար ցավալի է, որ Ադրբեջանի նախագահի կոշտ ռետորաբանությունը ագրեսիվ քաղաքականության այդ կոչերը արդարացվում են Հայաստանի ղեկավար կազմի կողմից կամ առհասարակ Հայաստանի իրականության մեջ ապրող մարդկանց կողմից։ Ու այդ ամեն ինչին զուգահեռ մեր ներքին քաղաքական կյանքում տեղի ունենում տարբեր իրադարձություններ, օրինակ վերջերս սկսված հակաեկեղեցական արշավը, որը Գարեգին Բ-ին թիրախավորելուց սկսած մինչև արքեպիսկոպոսներ, ձերբակալություններ, քաղբանտարկյալներ, ցավ եմ արձանագրում, բայց ունենք այնինչ ունենք, ինչ կասեք, արդյոք այս հակաեկեղեցական արշավը եւս Բաքվից արված կոչերի արդյունքում է, այսինքն շատերն են չի ասում, որ օրինակ Փաշազադեն հայտարարություններ է անում, դրան հաջորդում է Փաշինյանի հակաեկեղեցական կոչերը, դուք ինչպես եք վերաբերվում իրավիճակին։ Ես հստակ դիրքորոշում ունեմ այդ հարցի հետ կապված, եթե որևէ եկեղեցական գործիչ եւ սպասավոր, սկսած եկեղեցու սպասավորներից մինչև կաթողիկոս, իրենք իրենց կարգավիճակին անհամապատասխան վարքագիծ են ունեցել եւ ապրում են այնպիսի կենցաղով, որը որ իրենց զբաղեցրած դիրքի հետ անհամատեղելի է, նրանք բոլորը չպետք է լինեն եկեղեցում։ Սկսած էլի եմ ասում, սպասավորից մինչև կաթողիկոս։ Եթե կան այդպիսի մարդիկ, իսկ ցավոք սրտի մեր եկեղեցում կան այդպիսի մարդիկ, իրենք չպետք է լինեն եկեղեցում։ Միևնույն ժամանակ ես պետք է պնդեմ, որ նաև քաղաքական գործիչներ, ովքեր որ իրենց պաշտոնի հետ անհամատեղելի վարքագծով եւ նաև խոսելաոճով անհամատեղելի ինչ-որ բաներ են արել, իրենք նույնպես չպետք է լինեն ոչ միայն կառավարման թիմում, այլ առհասարակ քաղաքական գործընթացներում։ Նույն եթե մակրազերծման գործընթաց է գնում, ես շատ կուզենայի, որ նույն իշխանական կազմում բազմաթիվ մարդիկ, ովքեր որ ատելության խոսք են տարածում, լրագրող են ծեծում, հրաժարվում են իրենց պաշտոնից, բայց հետո ավելի բարձր պաշտոն են զբաղեցնում, կամ թքում են քաղաքացիների վրա եւ բազմաթիվ ցավոք սրտի նմանատիպ դեպքեր ունենք, եթե դա անընդունելի է այն մարդու կողմից, ով որ սկսել է այդ գործընթացը, թող ինքը նաև իր թիմում նմանատիպ գործընթաց սկսի։ Իր հետ կամ կներեք, միթե Հայաստանի Հանրապետության վարչապետին հարիր է այն բառապաշարով խոսույթը կամ այն խոսքերը հանրային տիրույթում, որով նա վերջին շրջանում աչքի է ընկնում։ Գիտեք, ես այդ եկեղեցի եւ իշխանություն պայքարի փուլում գտնվում էի դրսում Ժնևի համալսարանի իմ գոլեգաներս, կուրսեցիներս հարցեր էին տալիս, ասում էին ճիշտ է, որ ձեր վարչապետը նմանատիպ հայտարարություններ է արել եւ ես չգիտեի, իսկապես ես ամաչում էի։ Խոսքը միայն անձի մասին չի։ Գիտեք, նա Նիկոլ Փաշինյան չի, նա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Անկախ այն հանգամանքից հասարակության որ մասն է ընդունում նրան, որ մասը չէ, ինքը ներկայացնում է ամբողջ պետությունը, ամբողջ ազգին։ Եվ ինձ համար առնվազն անընդունելի է վարչապետի նման խոսույթը, նման վարվեցողությունը եւ նման հայտարարությունները, որովհետեւ իսկապես երբեմն ինձ թվում է, որ մենք գործ ունենք ոչ թե մի մարդու կամ մի թիմի հետ, ով ոչ թե ներկայացնում է մի ամբողջ հասարակություն, այլ ներկայացնում է թաղային ինչ-որ մի հատ մասայի, որոնք բիսեդկայի մակարդակի զրույցներ են անում։ Նույն նայեք ազգային ժողովի իրականությունը։ Գիտեք, այն խոսույթ ազգային ժողովի ամբիոնից հայ հոյանքներ են հնչում, ծես կրտուկներ են։ Սա անընդունելի է։ Դուք աշխատում եք ազգային ժողովում, այլևս չեք աշխատում։ Պայմանավորված է դա դրանը։ Տեսեք, այս հարցը ինձ շատ են տվել, միթե արդյոք ես դուրս եմ եկել ազգային ժողովից, որովհետև պետք է գնայի Ժնև։
Ես Ժնև գնացել եմ սեպտեմբերի 17-ին, բայց ազգային ժողովից դուրս եմ եկել հուլիսին։ Ես այդ ժամանակ շատ անհամաձայնություններ ունեի եւ նաեւ չստացա այն աջակցությունը, որ ես ակնկալում էի, որ կստանամ, որովհետեւ Ժնևի համալսարանի այդ ծրագիրը հատուկ ծրագիր էր, այնուամենայնիվ դա տեղի չունեցավ, ավելին ասեմ, ես դուրս եկա իմ դիմումի համաձայն, ներողություն խնդրեցի այն մարդկանցից, որովհետև ես իմ գործունեության ընթացքում նաև ունեցել եմ թերություններ, որը խոսում է պատասխանատվության, ես ներողություն խնդրեցի մարդկանցից այդ թերությունների համար, որոնք ուսուցողական են եղել։ Եվ ես կուզենայի, որ նաև այն մարդիկ, ովքեր 30 տարվա մեջ ինչ որ իրենց պաշտոնների ժամանակահատվածում, պաշտոնավորման ժամանակահատվածում թերություններ են ունեցել, գոնե մարդիկ ներողություն խնդրեին հասարակությունից։ Դա խոսում է պատասխանատվության մասին, որովհետև մենք 3 ռազմավարական հարցերում ձախողել ենք, այսինքն Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հարցում ձախողել ենք, Արցախի անվտանգության հարցում ձախողել ենք, ներքին քաղաքականությանը չեմ ուզում անդրադառնալ, բայց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացներում չենք հասել այն արդյունքին, որը որ ցանկալի կլիներ։ Բայց ես չտեսա գետ մեկ պաշտոնյա, ով եւ նախկիններից եւ ներկաներից, ով ներողություն խնդրեց եւ ժողովրդից պարզապես ներողություն հայցեց այդ ամեն ինչի համար, ինչ որ Հայաստանում տեղի ունեցել։ Գիտեք, կարևոր չի թե ինքը այդ մեղավորության որ չափաբաժինն է կրում, որ չափաբաժնի համար է պատասխանատու, բայց ցանկացած քաղաքական գործիչ, որտեվ քաղաքական գործիչը մանդատ է ստանում կամ նշանակվում է եւ վարձատրվում է հանրության, այսպես ասած, գումարներով, չէ՞ որ մեր հարկերի հաշվին այդ ամեն ինչը, բայց ոչ մեկ դա չարեց։ Եվ ես ցավում եմ, որ մենք ունենք մի իրականություն, որտեղ 30 տարիների ընթացքում մեզ պաշտոնավորել են մարդիկ, ովքեր որ տարբեր իրավիճակներում պետքա կրեին պատասխանատվություն, բայց չեն կրել։ Մտածել են անձնական շահերի մասին, չեն առաջնորդվել ազգային շահերով եւ այլն։ Այսինքն ընդհանրացնելով եւ հարցից շատ շեղվելով, տեսեք, ինձ համար անընդունելի են այն մարդիկ, ովքեր եւ քաղաքական դաշտում, եւ հասարակական նշանակության գործերում, եւ եկեղեցական կառույցներում իրենց կարգավիճակին ոչ համապատասխան վարքագծով են հանդես գալիս, եւ եթե ինչ-որ մի բան անհամատեղելի է իրենց զբաղեցրած դիրքին, պաշտոնին, կարգավիճակին, նրանք բոլորը չպետք է լինեն եւ եկեղեցում, եւ քաղաքականության մեջ, եւ հասարակական դաշտում։ Սկսած էլ եմ ասում հասարակ աշխատակցից, վերջացած վարչապետով, սկսած հասարակ սպասավորից եկեղեցու, վերջացած կաթողիկոսով։ Չէ՞ որ հասարակությունն է այդ ամեն ինչի համար նաև ինչ որ չափով պատասխանատվություն կրում։ Եթե հասարակությունն ընդունում է այդ մարդուն, որը ցավալի է, տեսեք, բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան եւ հասարակության արձագանքը այնպիսին չէր, ինչպիսին ես կցանկանայի տեսնել։ Ես վստահ եմ, որ կաթողիկոսանում, եթե լիներ օրինակ Վազգեն Վեհափառը եւ կաթողիկոսի եւ կաթողիկոսանի դեմ նման բան լիներ, ես կարծում եմ, որ շատ ավելի շատ մարդիկ իսկապես կգային եւ կպաշտպանեին, բայց մենք պետք է հասկանանք, որ երբեմն եկեղեցին անձերը չեն եւ պետությունն էլ անձերը չեն, բայց շատ դեպքերում էլի եմ ասում, եթե դու ինչ-որ բան ես սկսում մակրագործման գործընթաց եկեք անվանենք, դու պետք է նախ սկսես քեզանից։ Եթե դու դա չես անում, չէ՞ որ Աստվածաշնչի մի դրվագել կա, չէ՞, ասում է, թող առաջինը քարն նետինա, ով անմեղ է։ Եթե դուք քար եք նետում, դուք պետք է լինեք անմեղ, իսկ իրանք անմեղ չեն։ Այստեղ մի այլ հարց էլ կա, ինձ թվում է, արդյոք ինքը իրավունք ունի քար նետելու, որովհետև պետությունը ընդհանրապես իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին, բայց զգացմունքային նիստվար զանգված հավատավորների ասում է, որ սկսել է Փաշինյանից, այն մյուս մասան ասում է, որ սկսվել է կաթողիկոսից, եկեք օբյեկտիվորեն մի քիչ էլ քննարկենք, դա որտեղից սկսեց այս գործընթացը, այսինքն ով առաջինը անցավ պետություն եկեղեցի այդ սահմանը, արդյոք կարելի էր հասնել սրան։ Ես անկեղծ ասած չգիտեմ ով է առաջինը հատել այս սահմանը, բայց ես նաև գիտեմ, որ բազմաթիվ եկեղեցականներ չպետք է լինեին ցույցերի, եւ եթե են պնդումը, որ մարդիկ նաև քաղաքացի են կարող են, գիտեք, թող ինքը հրաժարվի իր կարգավիճակից եւ գնա ցույցի մասնակցի, պահանջի ինչ-որ մարդու հրաժարական։ Նույնը նաև պետության պարագայում Նիկոլ Փաշինյանն ասում է ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ ես կարող եմ այս մի բանն անել, կներեք, բայց դուք չեք պայքարում եկեղեցու դեմ որպես Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի։ Դուք
լսարան ունեք որպես վարչապետ, լծակներ ունեք որպես վարչապետ եւ այդ լծակներն եք կիրառում։ Եթե դուք ուզում եք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ պայքարել են արատավոր բարքերի դեմ, որոնք եկեղեցում կան, իսկ ցավոք սրտի դրանք կան, դուք հրաժարվեք վարչապետի պաշտոնից, բոլոր լծակներից հրաժարվեք եւ գնացեք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մարդկանց կոչ արեք, փաստերի հիման վրա գնացեք գործընթացներ սկսեք։ Եթե դուք չեք անում կամ անում եք որպես վարչապետ իր ամբողջ, այսպես ասած, լծակներով, լիազորություններով հանդերձ, դա ինձ համար առնվազն ուղղակի արդարացում է, որը չունի հիմքեր։ Մի քիչ միջազգային իրավիճակից խոսենք, այսինքն ոչ թե ինչա տեղի ունենում աշխարհում, այլ թե ինչպես են ընկալում աշխարհում մեզ, օրինակ դուք հենց Ժնևից եք եկել կամ ընդհանրապես հաղորդման իմաստը հենց դա է, հայացք դրսից, որպեսզի հասկանանք, թե մեզ դրսում ինչպես են ընկալում։ Դուք ասացիք, որ օրինակ պետություն եկեղեցի հետ արշավին մարդիկ նայում են այն տեսանկյունից, ինչ տեսանկյունից, որ վարչապետը արտահայտություններ է անում, չասենք այդ բառապաշարի մասին չխոսենք, բայց եկեք հասկանանք, հա, ինչ ենք մենք ընկալվում, ինչ ձև ընկալվում մեր հայ ցեղասպանության հարցը, որովհետև Ժնևում էլ մի որոշ ժամանակ առաջ Փաշինյանը հանդիպում էր ունեցել Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու այնտեղ շղթել էր հայոց ցեղասպանությունը, հարցականի տակ էր դրել ավելի շուտ։ Եկեք հասկանանք ինչ ձև են ընկալում մեզ, ինչ ձև են ընկալում ցեղասպանությունը ու արդյոք եթե մենք չենք պահանջում ցեղասպանության ճանաչում, դրսում դրա հետևից ով է գնալու մեզ համար սփյուռքը կանի, դա թե չի անի։ Նիկոլ Փաշինյանի հանդիպման անդրադառնամ Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը, ինքը ասեց մենք պետք է հասկանանք, իհարկե բառացիորեն չեմ մեջբերում, թե ինչու է տեղի ունեցել հայոց ցեղասպանությունը։ Ինչ է տեղի ունեցել եւ ինչ։ Հա, տեսեք, այս հարցի պատասխանը տվել են բազմաթիվ ցեղասպանագետներ եւ նաեւ ցեղասպանագիտությամբ զբաղվող ինստիտուտներ, նաեւ հայ հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ են եղել, ովքեր որ բացատրել են մեկ առ մեկ փաստերով հիմնավորված, ասել են ինչու է տեղի ունեցել, ինչ պայմաններում, ինչպես եւ այլն։ Ես խորհուրդ կտամ այն մարդկանց, ովքեր չգիտեն պատճառները, պարզապես կարդան այս մարդկանց գրածները։ Ես ցեղասպանագետ չեմ, բայց հաշվի առնելով հարցի զգայուն, այսպես ասած, նրբերանգները, ես կարդացել եմ դրանք եւ ես գիտեմ ինչու է տեղի ունեցել հայոց ցեղասպանությունը։ Եվ ես հիմնվում եմ այն բոլոր փաստերի վրա, այն ամբողջ գրականության, այն ամբողջ փաստավավերագրական տեղեկությունների վրա, որը ինձ հիմք է տալիս գնալ այդ համոզմունքին, թե ինչու է տեղի ունեցել հայոց ցեղասպանությունը։ Ես կոչ եմ անում եւ վարչապետին եւ այն բոլոր մարդկանց, ովքեր իսկապես չգիտեն, թող գնան եւ կարդան, որտեվ մի բան է, երբ որ դու ասում ես ինչ որ ներքին լսարանի կամ ինչ որ մեսիջների համար, բայց մեկ այլ բան է, երբ որ դու իսկապես չգիտես եւ դրա հիման վրա ինչ որ արտահայտություններ ես անում, որը խոցում է Հայաստանի շահը։ Գիտեք, ամենավատը այն է, երբ որ մենք մեր ազգային շահերին դեմ արտահայտություններ ենք անում եւ այդ արտահայտությունները, հայտարարությունները ամենաբարձր մակարդակով օգտագործվում են մեր դեմ։ Չէ որ մենք ինքներս եթե ունենք ազգային օրակարգ, եթե ունենայինք, ոչ թե ունենք, եթե ունենայինք ազգային օրակարգ եւ այդ օրակարգին հասնելու երկարաժամկետ ռազմավարություն, ով էլ լիներ ղեկավարը, ամեն դեպքում այդ զգայուն հարցերում չէր թերանալու։ Գիտեք, թերանալ ասվածը հետեւյալն է. միգուցե ինչ որ մարդիկ ինչ որ հայտարարությունների համար պատժվեն կամ ընթացքային հունով չգնար, որը մենք ենք նախատեսում, բայց եթե դու ունես ազգային պետություն, ազգային օրակարգ, ազգային կառավարություն, այդ հարցերը, որոնք որ Ադրբեջանը դնում էր մեր դեմ կամ օգտագործում էր մեր դեմ այդ հայտարարությունները, դա չէր լինելու, որովհետև դու մանդատ ես ստացել նաև այն ռազմավարական նշանակության հարցերի համար, որոնք որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական մասն են եղել։ Արցախի անվտանգության հետ կապված, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված, բայց եթե դու այդ հարցերում ոչ միայն չես տանում այդ օրակարգը առաջ, այլ նաև հակառակ քաղաքականություն ես վարում, սա ինձ համար անընդունել է։ Իսկ հայ համայնքի հետ հանդիպմանը ինքը այդ արտահայտություններից ես չգիտեմ, դա արեց չիմացության արդյունքում, թե այդպես էր պետք ասել, բայց ամեն դեպքում դա ինձ համար եւ նաեւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ հայոց ցեղասպանության հետ կապված հարցում ունեն ճիշտ եւ հստակ մոտեցում, իսկ այդ մոտեցումը հետեւյալն է. թուրքերը իրենց ներքին շահերից ելնելով, իրենց օրակարգային հարցերից ելնելով կոտորել են մեր ազգի մի մեծ մասին։ Եվ
վիճարկել, այդ հարցը դնել, չգիտեմ, քննարկման ենթակա դարձնել կամ հարցականի տակ դնել, դա ոչ միայն հայերի, այլ ցանկացած ազգի ներկայացուցիչի կողմից անընդունելի է։ Հատկապես մեր օրյա իրականության մեջ, երբ որ Ադրբեջանը առաջ է տանում իր կեղծ նարատիվները, Խոջալույի կեղծ ցեղասպանության հետ կապված եւ մի շարք այլ հարցերի հետ կապված, եւ մենք որպես ցեղասպանությունը տեսած, ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք իրավունք չունենք։ Առաջին հերթին բարոյական իրավունք չունենք, մյուս հերթին իրավական եւ մնացած առումներով։ Որովհետեւ ցեղասպանությունը, տեսեք, շատ վատ է, որ մեզ հետ տեղի է ունեցել ցեղասպանություն, բայց մի կարևոր բան, որը վերջերս շատ լավ մասնագետի կողմից լսեցի, ցեղասպանությունը, հայոց ցեղասպանությունը ողբերգություն չի։ Հայոց ցեղասպանությունը եղել է քրեական, հայոց ցեղասպանությունը հանցագործություն է։ Մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։ Մենք շատ ենք ասում ողբերգություն, բայց շատ կարևոր է, որ այս էլ ավելի ճիշտ ընկալենք։ Ցեղասպանությունը, որը իրականացվել է թուրքերի կողմից հայերի դեմ, մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, որը պետք է պատժվի բոլոր այն մեխանիզմներով, բոլոր այն նորմատիվ իրավական ակտերով, որը աշխարհը տարիներ շարունակ ընդունել է, որը միջազգային հանրության համար համարվում է ընդունելի։ Բայց ցավոք սրտի մենք չտեսանք այդ ամեն ինչը, եւ ես թույլ տվեք իմ խորին համոզմունքը հայտնել, որ ցեղասպանության կազմակերպիչները եւ ցեղասպանություն իրականացրած պետությունները չպատժվեցին, դրա համար էլ աշխարհում մինչեւ հիմա տեղի ունենում ցեղասպանություններ։ 2023 թվականին, 2020 թվականին Արցախում տեղի ունեցած է։ Ով կարող է սա որակել, որ սա ուղղակի իմ իրադարձություն էր, սա ցեղասպանություն էր։ Հայերը Արցախում սպանվել են հայ լինելու համար։ Եվ սպանվել են մեր պատմական հողում։ Դա նույնպես ցեղասպանություն է։ Եվ գիտեք, այն բոլոր հարցերը, որ Արցախի տարածքը ճանաչված չէր, միջազգային իրավական հարցեր կային եւ այլն, տեսեք, ես նորից եմ կրկնում, ցեղասպանությունը, էթնիկ զտումը եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները արդարացում չունեն, այո։ Կարևոր չի, որ տարածքում է դա տեղի ունենում։ Եթե մենք հղում ենք անում միջազգային իրավական նորմերին, իրականության մեջ կարևոր չի, որ տարածքում է, ինչ կարգավիճակ ունի տվյալ տարածքը եւ այլն։ Հայերի հանդեպ 2020 եւ 2023 թվականներին տեղի ունեցել ցեղասպանություն։ Դա պետքա կանխվեր բոլոր հնարավոր միջոցներով, որտեղ էլ եմ ասում, դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր։ Սա մենք պետքա հասկանանք։ Տեղի ունեցել պատերազմական հանցագործությունների միջոցով ցեղասպանություն։ Անընդունելի է սա եւ մեզ համար եւ միջազգային հանրության համար, բայց ցավոք սրտի այն արձագանքը, որ մենք տեսանք եւ հայերի կողմից առաջին հերթին եւ նաեւ միջազգային հանրության կողմից, ինձ համար հիասթափեցնող էր։ Նույն շատ այսպես ասած մեզ համար այդ թեման բազմաթիվ անգամներ քննարկվել է, բայց միջազգային հանրույթ, միջազգային կազմակերպություններ իրենք ինչ արեցին։ Դրանից հետո գնացին սեղմեցին ցեղասպան Ալիևի ձեռքը, դրանով նաև լեգիտիմացնելով այն հանցագործությունները, որ Ադրբեջանը իրականացրեց հայերի դեմ, եւ գիտեք, երկար տարիներ խոսում էր, որ միակ մանդատ ունեցող կառույցը, որը պետք է Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացով զբաղվի, ՀԻԱԿ Մինսկի խումբն է, եւ պետք է կարգավորել այն 3 սկզբունքների հիման վրա, որոնք որ ընդունվել էր։ Հարցը չլուծվեց ՀԻԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, չլուծվեց այդ սկզբունքների հիման վրա եւ չլուծվեց այն բոլոր գործընթացներով, որը որ նախատեսվում էր։ Բայց ինչ եղավ, միջազգային հանրությունը ընդունեց դրա հակառակ պատկերը։ Պատերազմական հանցագործություններով, ցեղասպանության միջոցով եւ մի շարք այլ վատ բաներով, բայց միջազգային հանրությունը ընդունեց դա։ Ցավոք սրտի։ Իհարկե, այստեղ նաեւ սեփական շահերի տեսանկյունից, նաեւ Ալիևի եւ նրա թիմի վարած քաղաքականության շնորհիվ, բայց ցավոք սրտի մենք այստեղ նաեւ թերացանք։ Մեր դիվանագիտությունը այստեղ թերացավ, որի մասին չգիտես ինչի մարդիկ չեն խոսում։ Ես վերադառնալով հարցին, ինչպես աշխարհը ընկալում մեզ, տեսեք, 2018 թվականի իրադարձությունները աշխարհի աչքերին երևաց որպես ժողովրդավարական գործընթացներ եւ իսկապես ես ինքս մասնակցել եմ հեղափոխությանը, մասնակցել եմ հնարատավոր բարքերի դեմ, որոնք Հայաստանում եղել են։ Բայց հիմա մի հատ շատ վատ խոսույթ է մտել մեր շատերի մոտ քննարկումների դաշտ, որ 2018 թվականի իրադարձությունները վատն են, որովհետեւ արդյունքում եկավ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը։ 2018 թվականի իրադարձությունները
այն արատավոր բարքերի դեմ էին, որոնք Հայաստանը եւ Արցախը տանում էին կործանման։ Եվ մեկը մյուսի հետ չպետք է մենք շփոթենք։ 2018 թվականին փողոց դուրս եկած մարդկանց մեծ մասը եկել էր արդար պայքարի համար։ Եկել էր վերջապես Հայաստանի եւ Արցախի լուսավոր ապագայի համար պայքարելու։ Եվ եթե դրա արդյունքում իշխանության են գալիս մարդիկ, որոնք հետագայում ինչ որ քայլերով ավելի վատ քաղաքականություն են վարում, դա չի նշանակում, որ 18 թվականի դեպքերը չպետք է տեղի ունենային։ Պետք է տեղի ունենային, բայց ես ցավում եմ, որ հետագա ընթացքը չգնաց այն հունով, որի համար մարդիկ դուրս են եկել պայքարի։ Հիմա ինչպես է անցալում աշխարհը, վերջերս նաև Հայաստանում տեղի ունեցավ Եվրոնեստի քննարկումները եւ այդտեղ էլ ասացին, որ Հայաստանը կամաց-կամաց գնում է դեպի այն կողմ, որի դեմ 2018-ին պայքարում էր։ Այսինքն ժողովրդավարություն ասվածը ցավոք սրտի Հայաստանում գնալով մեռնում է։ Եվ առհասարակ աշխարհում է մեռնում։ Այսօր կողմնակալ դատավարական գործընթացներ են տեղի ունենում, մարդիկ ձերբակալվում են իրենց քաղաքական հայացքների համար, մարդիկ, այո, խոսքի ազատություն չկա, համալսարներից են հեռացվում դրա համար։ Ես բազմաթիվ փաստեր ունեմ, որ մարդկանց հետապնդում են իրենց հայտարարությունների Facebook-ում գրառումների եւ շատ բաների համար։ Խոսքի ազատությունը չի նշանակում, որ դու պետք է ամենտեղ մարդկանց վիրավորես, հատես կարմիր գծեր, բարոյական նորմեր եւ այլն, բայց միևնույն ժամանակ եթե մարդուն հետապնդում են խոսքի ազատության համար, որտեղ ուղղակի մարդը իր կարծիքն է ասում, դա ինձ համար անընդունելի է։ Էլի եմ ասում, կողմնակալ դատավարական գործընթացներ, այսինքն մենք հետ քայլ ենք անում։ Եվ սրա մասին խոսում են նաեւ միջազգային այդ ինդեքսները, որոնք որ չափում են ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, Հայաստանը 2018-ից հետո այն լավ մի տարի, չէ՞, մինչև 19 հա, մինչև 19 թվական հետո մենք սկսել ենք հետ նահանջանել։ Հիմա նայեք ինչա կատարվում, մարդկանց հետապնդումներ, էլի եմ ասում, ես չեմ արդարացնում այն մարդկանց, ովքեր որ հակառակ դաշտում ատելություն են քարոզում, ամենաթողություն է տիրում, վիրավորում են եւ այլն, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ ճանապարհով ենք մենք գնում, արդար դատավարական գործընթացներ ենք մենք ուզում, թե կողմնակալ արդարադատություն ենք ուզում, որն է մեր նպատակը, ունենալ սա, թե ունենալ նա, այսինքն ընտրության հնարավորություն, ընտրության հարցը։ Մի բան ասեմ, այդ մասով ընտրովի ժողովրդավարության մասին է ձեր ասածը ու նաև ասեմ, որ խոսքի ազատության բացակայության պայմաններում ինչպես եք պատկերացնում, որ Հայաստանը գնա Եվրամիության ճանապարհով, որովհետև այսօր էլ դա է քննարկվում ու դրան շատ նման մի հարց եւս կուզենամ բարձրացնել, ինչ արտաքին քաղաքական ուժերի հետ կկարողանա կապել Հայաստանը, որովհետև մի մասը ասում է, որ մեր բժշկությունը Ռուսաստանն է, մի մասը ասում է, որ մեր բժշկությունը Եվրոպան է, մի ստվար զանգված էլ ասում է, որ մեր հույսը մենք ինքներս ենք, բայց հասկանում ենք, որ չենք կարող միայնակ, որովհետև փոքր պետություն ենք, որպես այդպեսին սահմանումով էլ դուք ոնց եք պատկերացնում, ում վրա պետք է հույսը դնի Հայաստանը։ Ես որպես Ժնևի համալսարանի ուսանող Բրյուսելում այս հարցը տվել եմ Եվրոմիության բարձր ներկայացուցիչներին, շատ անկեղծ պատասխան էի ակնկալում, ասացի ինձ ասեք, արդյոք Հայաստանը հնարավորություն ունի դառնալ Եվրոպական միության անդամ, եթե այո, ինչպես եք դուք տեսնում այդ ճանապարհը եւ մոտավոր ինչ ժամկետներում եք տեսնում այդ ամեն ինչը։ Իհարկե լսանի մոտ, որտեղ նաև ես ունեի տարբեր երկրների քաղաքական գործիչ պաշտոնյաներ, այդ թվում Ադրբեջանից, իրենք շատ տենց ընդհանրական պատասխան տվեցին, բայց հետո միջանցքում շատ ավելի նեղ, անկեղծ միջավայրում իրենք ասացին, տեսեք, իրենց համար այս պահին բավականին լուրջ մարտահրավերներով լի շրջան է կապված ուկրաինական ճգնաժամի հետ։ Եվ նաև գիտեք, դրանով պայմանավորված իրենք էներգետիկ ճգնաժամ ունեն, բազմաթիվ այլ խնդիրներ ունեն։ Իրենց համար այս պահին Հարավային Կովկասի այն պետությունները, մասնավորապես եթե վերցնենք Վրաստանի օրինակը եւ Հայաստանի, իրենց համար մենք խնդրահարույց ենք։ Որովհետև մենք ունենք անվտանգության հետ կապված խնդիրներ, մենք ունենք կախվածություն ռուսական տնտեսությունից, հատկապես Հայաստանի պարագայում մենք նաև ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ ենք եւ Նաև մշակութային եւ մի շարք այլ առումներով դեռևս Եվրոպայից հեռու ենք։ Ինչքան էլ մենք ուզենանք կամ մարդիկ գոռան, որ մենք Եվրոպա ենք եւ այլն, շատ բաներ կա, որ մենք եվրոպական մտածողության եւ արժեհամակարգից կարելի ասել որոշակի չափով, այսինքն այն չի, ինչ որ մարդիկ ներկայացնում են։ Ես համենայն դեպս ավելի շատ մեզ համարում եմ արևելյան տիպի պետություն, չնայած նրան, որ եվրոպական քաղաքակրթության մաս կազմելուն դեմ չեմ, բայց արժեհամակարգային շատ բաներով մենք կարելի ասել եւ ենք։ Հիմա տեսեք,
Իրենք նաև ինչ ասեցին, ասին մենք կարծում ենք, որ մեր այս պահին առաջիկա ռազմավարության մեջ մաքսիմում թիվը, որ մենք կարող ենք ունենալ ԵՄ շրջանակներում 30-ն է եւ ավելի շատ շանսեր ունեն ԵՄ անդամ դառնալու համար բալկանյան պետությունները, ովքեր որ այս պահին ԵՄ անդամ չեն։ Տեսեք, Հայաստանի պարագայում այն մարդիկ, ովքեր որ ասում են մենք գնում ենք Եվրոպական միություն, ես այդ մարդկանց հարցեր կտամ հռետորական Լավ, մենք մտել ենք Եվրոպական միություն։ ԵԱՏՄ եւ ԵՄ միաժամանակ անդամակցությունը անհնար է իրավական եւ բոլոր առումներով։ Այո։ Տեսեք, լավ, դուրս են գալիս ԵԱՏՄ-ից, Ռուսաստանը բնականաբար կիրառելու է ամեն հնարավոր միջոցները Հայաստանին այդ հարցով ճնշելու եւ այլն։ Ով է լուծելու Հայաստանի էներգետիկ կախվածության հարցը։ Ով է Հայաստանին մատակարարելու այն ամեն ինչը, ինչը որ այսօր մատակարարվում է Ռուսաստանից, ով է լուծելու անվտանգության հետ կապված խնդիրները եւ մի շարք այլ հարցեր։ Ինչպես է դա կազմակերպվել, որտեղ Հայաստանը ցամաքային սահման չունի Եվրոմիության հետ, ծովային սահման չունի Եվրոմիության հետ։ Անկամ Վրաստանը, որը ծովային սահման ունի Եվրոպական միության հետ, որտեղ Սև ծովի մյուս հատվածում ինքը Բուլղարիայի հետ սահման ունի, Ռումինիայի հետ սահման ունի, անկամ Վրաստանը, որը այդ սահմանն ունի ՀԱՊԿ անդամ չի, ԵԱՏՄ անդամ չի, ինքը խնդրի առջև է կանգնած։ 2008 թվականից Վրաստանը ասում է մենք գնում ենք դեպի Եվրոպական միություն։ 2025 թվականն է արդեն, բայց Վրաստանը Եվրոպական միության անդամ չի։ Թուրքիան մի քիչ խնդրարույց պետություն է ԵՄ-ի, մի քիչ չէ, լավ խնդրարույց պետություն է, որտեղ սկզբունքները չի հարգում եւ այլն։ Այո, բայց Վրաստանի ինչու Վրաստանը Եվրոպական միության անդամ չի, ով մեզնից ավելի առաջ է 2013-ից ունի ստորագրած ասոցիացիան համաձայնագիր Եվրոպական միության հետ եւ մի շարք այլ հարցերում մեզանից առաջ։ Ինչու Վրաստանը Եվրոպական միության անդամ չէ։ Ես մի հոդված ունեմ գրած, որտեղ անդրադառնում եմ նաև այս թեմային, ուրեմն տեսեք, Եվրոպական միության ընդհանուր անվտանգություն եւ քաղաքականության բաժնում 2009 թվականի Լիսաբոնի համաձայնագրի այդ բաժնում 42-ի 7-րդ կետ կա, որտեղ ասում է, եթե անդամ պետությունը սպառնալիքի վտանգի տակ է կամ արդեն ենթարկվել է սպառնալիքի, մյուս անդամները պարտավոր են աջակցություն ցույց տալ։ Հիմա տեսեք, Ռուսաստանի եւ այն պետությունների համար, ովքեր տարածաշրջանային քաղաքականության կոնտեքստում դիտարկում են Հայաստանի եւ նաեւ Վրաստանի հետ համագործակցությունը, իրենց համար անընդունելի է լինելու նաեւ Հայաստանի ԵՄ կամ Վրաստանի ԵՄ անդամակցությունը, որտեղ հաջորդ քայլը լինելու է նաեւ անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Որովհետև տեսեք, եթե պատկերացրենք այսպես տեսականորեն, Հայաստանը դառնում է Եվրոպական միության անդամ կամ Վրաստանը դառնում է ԵՄ անդամ, հաջորդ քայլը լինելու է ՆԱՏՕ-ի անդամակցությունը։ Եվ եթե հանկարծ որևէ երրորդ պետություն փորձեց նաև ուժային ձևով դա կանխել, ԵՄ անդամ երկրները, նաև որոնց մի մասը ՆԱՏՕ-ի անդամ են, պարտավոր են տվյալ պետության աջակցեն։ Օրինակ 2015 թվականին առաջին անգամ պատմության մեջ Ֆրանսիան օգտվեց այս կետից, երբ որ աբեկչական հարձակումների հետ կապված խնդիր կար։ Այսինքն, սա պետք է հասկանանք, որ մասնավորապես Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության կոնտեքստում Հայաստանի ոչ միայն ՆԱՏՕ անդամակցությունը, նաև Վրաստանի, ոչ միայն դա է խնդիր, այլ նաև խնդիրը ԵՄ անդամակցությունը։ Բայց ելի եմ ասում, ես էլ եմ շատ ուզում, որ Հայաստանը անդամակցի Եվրոպական միությանը, բայց խնդրում եմ ինձ ասեք, ովքեր են լուծելու կամ ինչպես է լուծվելու այդ իմ ասած խնդիրը էներգետիկ հաղորդակցության հետ կապված հարցեր, այսինքն ով է մատակարարելու մեր տնտեսության մեծ մասը կախված է Ռուսաստանից, ո՞նց է այդ ամեն ինչը լինելու։ 2008 թվականի հնգօրյա պատերազմի ժամանակ, երբ որ Լարսը փակվեց, Հայաստանը բավականին լուրջ տնտեսական կորուստներ ունեցավ։ Նայեք, մենք չունենք այլընտրանքային լոգիստիկ առումով այս բանը, ես չեմ պատկերացնում։ Ես շատ կուզեմ, որ Հայաստանը գնա դեպի Եվրոպական միություն, Հայաստանը զարգանա եվրոպական չափանիշներով եւ տարբեր ձևերով համագործակցի արամեծյան կառույցների հետ, եւ երկրների եւ կառույցների։ Բայց տեսեք, ո՞նց այդ ճանապարհը լինելու։ Նույն են մարդիկ, ովքեր ամենատարբեր ամբիոններից Եվրոպական միության դրոշներով դրա ջատագովն են, այդ մարդիկ էլ չեն պատասխանում այս հարցերին։ Ինչպես է դա տեղի ունենալու։ Նույն 2013 թվականին ես գիտեմ, որ այս հարցերը բարձրացրել է նաև Սերժ Սարգսյանը եւ չի ստացել հիմնավոր պատասխաններ եւ դրա համար Հայաստանը չստորագրեց ասոցիացիան համաձայնագիրը։ Շատերն ասում են մի գիշերվա մեջ, գիտեք, անվտանգության հետ կապված հարցեր եւ անվտանգության հետ կապված հարցերը մի գիշերում, մի ժամում չեն որոշվում։ Դա հստակ
քաղաքականության մի մաս էր Հեռանկարային հեռանկարային առումով, այո, եւ այդտեղ հաշվի առան, համենայն դեպս ես Սերժ Սարգսյանին չեմ համարում շատ պրոռուս, ինքը ամենայն դեպս փորձում էր բալանսավորել եւ քաղաքականություն տանել, որը ինչ որ չափով ստացվում էր, եւ նաեւ որի շնորհիվ մենք 2017-ին այլ պայմանագիր կնքեցինք Եվրոպական միության հետ, բայց ելի եմ ասում, ոնց ենք մենք գնում դեպի Եվրոպական միություն, եթե ԵԱՏՄ անդամ ենք, ՀԱՊԿ անդամակցությունը դեռևս շարունակվում է, ցամաքային սահման չունենք Եվրոպական միության հետ եւ այլընտրանքային էներգետիկ եւ մի շարք այլ առումներով տարբերակներ չունենք Եվրոպական միության հետ այդ հաղորդակցությունը ապահովելու համար։ Ոնց է Հայաստան գալու այն թեկուս պարենամթերքը։ Եթե պատկերացնենք քարտեզը, կհասկանանք, որ Հայաստանը այդ առումով շատ լուրջ խնդիրների առջև է կանգնած։ Էլի եմ ասում, շատ կուզեմ, բայց ես այս պահին իրատեսական չեմ համարում։ Եվ սա նաև մարդիկ պետք է հասկանան, ելի եմ ասում, շատերը մարդկանց չիմացությունը, այս ամեն ինչը չիմանալով օգտագործում են այս որպեսզի ազդեն մարդկանց կարծիքի վրա, ինչ որ հավաքներ կազմակերպեն, բայց ես անձամբ այս պահին չեմ տեսնում շանսեր, շատ եմ ուզում, բայց այդ ճանապարհը, որ Եվրոպական միությունն է տանում, ես չեմ տեսնում։ Համենայն դեպս այս պահին չեմ տեսնում։ Ու վերջին հարցը, որը միշտ բոլորին տալիս ենք, ինչ ակնկալել 2026 թվականի ընտրություններից, որովհետև մարդիկ շատ մեծ սպասելիքներ ունեն, մի մասը կարծում են, որ վերջապես կազատվեն իշխանությունից, մի մասն էլ ցավոք սրտի վստահ է, որ նորից իշխանության վերարտադրություն է տեղի ունենալու, դուք ինչ եք կարծում։ Ես կարծում եմ, որ եթե երրորդ այլընտրանքային ուժ ձևավորվեց եւ կամ միակ այլընտրանքը եղան նախկինները, Նիկոլ Փաշինյանի հիմնական ընտրողները, որը ես կարծում եմ տատանվում է մինչև 20%-ի սահմաններում, 20% իրենք են լինելու, 20% էլ կլինեն մարդիկ, որոնք որ դեմ են նախկիներին եւ չեն ուզի ամեն գնով որպեսի նախկիները վերադառնան եւ կարծում եմ որ Նիկոլ Փաշինյանը որևէ ուժի հետ կոալիցիա կազմելով կարող է 50+-ն ապահովել եւ իրենք կանցնեն խորհրդարան։ Գիտեք, ես թողեք, եթե կարելի է երկու թվային այսպես ասած օրինակ բերեմ, եւ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ նաեւ Երևանի քաղաքապետի վերջին ընտրությունների ժամանակ շատ ցածր թվով մասնակցություն ենք ունեցել, այսինքն մոտավորապես 70%-ը չի մասնակցել ընտրություններին։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է մի բանի մասին, որ այդ մարդկանց առնվազն մեծ մասը ոչ մեկի մեջ չի տեսել վստահություն։ Ապատիա։ Իսկ 2021 թվականի ընտրությունները ընդդիմության համար մի բանի ցուցիչ պետքա լինեն, որ անգամ պարտված Հայաստանի Հանրապետության տեխնացուն պարտված իշխանության ներկայացուցիչը, ով ամենատարբեր տեղերում հրաժարվեց ազգային օրակարգից, ռազմավարական հարցերը ձախողեց, ինքը ընտրվեց, որովհետև մյուս կողմում Ռոբերտ Քոչարյանն էր, այսինքն սա պետք է հստակ մեսիջ լիներ ընդդիմության համար, որ իրենք այլևս Հայաստանի Հանրապետությունում հետ գալու շանսեր չունեն։ Եթե 2021 թվականին այդքան թարմ պատերազմական այդ ցավոտ պահերը, այդ վատ իրավիճակը, եթե այդքանից հետո Նիկոլ Փաշինյանին են գնացել ընտրել մարդիկ, սա ընդդիմության համար ֆիասկո է, սա ընդդիմության համար խայտառակություն է։ Բայց ես նաև կարծում եմ, որ եթե 2021 թվականի ընդդիմության տեխնացուն չլիներ Ռոբերտ Քոչյանը, լիներ այլ ընտրանք, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը 50+ չէր ունենա, որովհետև հատկապես կհիշեք ընտրություններից 2 օր առաջ կամ 3 օր առաջ, լավ չեմ հիշում, երբ որ Քոչյանը եւ իր աջակիցները հավաքվել են Հանրապետության հրապարակում, ես շատերին գիտեմ, որ այդ վախից, այսինքն նրանք մտածում են, որ այդքան մարդիկ, որ եկել են, ուրեմն վտանգ կա, որ ինքը հետ կգա, վախից գնացել են ընտրել են Նիկոլ Փաշինյան։ Ի սկզբանե մտադրված են եղել ընտրելու որևէ այլ ուժի, բայց այդ վախից գնացել են ընտրել են Նիկոլ Փաշինյանին։ Ես այդ ժամանակահատվածում արտաքին գործերի նախարարություն էի գալիս եւ հիշում եմ ԱԳՆ-ի դիմաց մարդիկ էին հավաքված ու շատ վատ տոնով, շատ վատ բառապաշարով զանգում էին մարդկանց ու ասում են՝ «Բա ուր է քո խոստացած 50 հոգին, 100 հոգին», ու այդ կադրերը հայտնվում էին համացանցում։ Եվ ես հետո իմ իսկ համենայն դեպս հավաքած փազլի հիման վրա մի եզրակացության հանգեցի, որ 2021 թվականին
նաև ընդդիմության կողմից սա իմ համոզմունքն է, ես չեմ կարող սա շատ ձևերով ապացուցել, բայց իմ կարծիքով սա տեղի ունեցավ, որ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Ինչու, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն էր եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրականացումը կարող էր անել ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը, որովհետև ես չեմ ասում, որ ինքը 100% լեգիտիմություն ուներ, բայց համենայն դեպս ինքը կարողանում էր ժողովրդին համոզել, որ սա ճիշտ է, որովհետև շատերը գիտեին, որ հենց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դա այն հրաշալի փաստաթուղթն է, որը որ մենք կարող ենք ունենալ։ Եվ մարդը ասում էր, որ ես փրկել եմ 30,000 մարդու կյանք, այդ թվում նաև զոհված զինծառայողների ծնողներ շատ ժամանակ պաշտպանում էին իրեն։ Բայց սա խապկանք է նաև այն, որ Հայաստանը հիմա ապրում է պատմական ժամանակներ, Հայաստանում ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ ապրող Հայաստանի մարդկանց ես ուզում եմ ընդամենը մի հարց տալ, եկեք մի օր ընդամենը կյանքին նայենք զոհված զինծառայողի ծնողի աչքերով, ով դեռևս որդու մարմինը չի գտել։ Իսկ ես այդպիսի մարդկանց պարբերաբար եւ փողոցներում եւ տարբեր տեղերում հանդիպում եմ։ Հասկանում եք, Հայաստանում մարդ կա, որ իր կորցրած մարդու մարմնի որևէ մասունք չի գտել մինչև հիմա։ Պատերազմից անցել է 5 տարի։ Եվ Հայաստանում մարդիկ ասում են, որ մենք ապրում ենք պատմական ժամանակներ, իշխանությունը ամենտեղ գովերքում է իրեն, դպրոցներ է բացում, ասֆալտ է անում եւ այլն։ Կամ համեմատական եզրեր են տանում կլուբնիկ ուտող, ելակ ուտող զինվորի եւ շատ բաներ։ Գիտեք, զինվորը պետք է ելակել ուտի, զինվորը պետք է մարտական պատրաստության ամենաբարձր մակարդակն էլ ունենա։ Ծառայի ամենալավ կավորված առաջնագծում էլ մեկը մյուսի հետ չպետք է համեմատենք, հասկանում եք, բայց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելու պահին ես ապրում եմ Եռաբլուրի մոտ եւ ընդամենը մի քանի օր անց, երբ որ շատ տղաների մարմիններ դեռևս չէին հուղարկավորվել, Հայաստանում, այդ թվում նաեւ պաշտոնատար շատ մարդիկ հարսանիքներ էին կազմակերպում ամենամեծ ձևերով, նոր տարուն հրավառություններ էին անում։ Սա ցավալի իրականություն է, մարդիկ չեն ապրումակցում եւ գիտեք չի ապրումակցում նաեւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Եթե դու կանգնում ես ամենատարբեր ամբիոններից հայտարարում ես, որ մենք լավ վիճակում ենք, Հայաստանը երբեք այսքան լավ չի եղել եւ նմանատիպ բաներ, սա նշանակում է, որ դու ուղիղ անարգում ես այն բոլոր զոհվածների ընտանիքներին, ովքեր մինչեւ հիմա նաեւ շատերով մինչեւ հիմա չեն գտել իրենց որդիների մարմինները։ Սա կամ անարգում ես այն բոլոր մարդկանց, ովքեր որ տուն են կորցրել ու կապ չունի, դա եղել է Արցախի իշխանությունների մեղքով, նաև նախկինների ձեր օրոք է տեղի ունեցել եւ դուք եք կրում այդ ամեն ինչի պատասխանատվությունը։ Գիտեք, ես չեմ մեղադրում իրենց ինչ որ բաների մեջ, բայց շատ բաների մեջ մեղադրում եմ։ 30 տարի Հայաստանում եղել է ստի քաղաքականություն։ 30 տարի մարդկանց ասել են, որ մենք ոչ մի թիվ չենք տալիս եւ գնում ենք դեպի խաղաղություն։ Այդպես չի լինում։ Վերջերս նաև մի բան ընկավ իմ աչքին, կրկին պետք է Ռոբերտ Քոչյանի թիմակիցներին անդրադառնամ, մի արտահայտություն էր արել, ասել էր, եթե ես լինեի նախագահ, պատերազմ չէր լինելու։ Ես հարց ունեմ, բա Արցախի 5+2 շրջանների հետ ինչ է լինելու։ Նույն հարցը ես տալիս եմ նաև մեր երրորդ նախագահի թիմակիցներին։ Եթե 2018 թվականի ապրիլը չէր լինում, Արցախի 5+2 շրջանների հետ ինչ է լինելու։ Չէ՞ որ եւ ապրիլյան քարորիայի ժամանակ եւ 14 թվականի օգոստոսին, երբ որ ես զինվոր էի Արցախում, այդ ժամանակ կռիվներ էին սկսել, մենք կորուստներ ունեինք, ինչի կանգնեցին այդ պատերազմները, ինչի կանգնեցին այդ ռազմական գործողությունները, այդ Հայաստանը ինչ էր խոստացել, ինչու էր Սերժ Սարգսյանը գնում Ստեփանակերտ համոզում, որ պետք է տանք ու վերջում իհարկե շատ շեղվեցի հարցից, բայց կարևորը սա ես ցանկանում եմ անպայման ասել։ Ես կարծում եմ, որ մենք Արցախի հարցի խաղաղ կարգավորման հարցը մեր ուզած ձևով լուծելու հնարավորությունը կորցրել ենք 2005-ից սկսած։ Ինչու՞։ Որովհետև 2005-ից սկսած Թուրքիան սկսեց տարածաշրջանում դառնալ ակտիվ դերակատար, ուժային բալանսը հետզհետե գալիս հավասարվում էր Հայաստանի հետ եւ հետագայում նաեւ անցավ, եւ նաեւ Ռուսաստանը չէր կարողանում այլևս ապահովել այդ ուժային հավասարակշռությունը, որը ժամանակին մենք ունենք, այսինքն 2005-ին, երբ որ
մենք չունենք այնպիսի Ադրբեջան, այնպիսի Թուրքիա մեր դիմաց, որ պատերազմով կարող էին սպառնալ, որովհետև Թուրքիան Ռուսաստանն էր զսպում իր քաղաքական շահերից ելնելով, Ադրբեջանն էլ չուներ այն հնարավորությունը։ Ես կարծում եմ, որ մեր զինվորը երբ որ Մեխակավանից մինչև Բերձոր կանգնած էր, Օմարի լեռներից մինչև Ղարախանբելի կանգնած էր, մենք այդ ժամանակ պետքա համարձակ որոշումներ կայացնենք, չգիտեմ, Ռուսաստանի միջոցով կլիներ դա, թե ում միջոցով կլիներ, բայց մենք պետքա համարձակ որոշումներ կայացնենք եւ Արցախի հարցը լուծենք այդ պահին ամենահնարավոր լավ ձևով։ Թեկուզ եւ փողզիչումներով, բայց մենք ինքներս ընկանք մեր ստի թակարդը, մենք ասացինք ոչ մի թիժ չենք տալիս եւ պատերազմ չի լինելու։ Ու դրա համար էլ ժողովուրդը զարմացած էին, երբ որ կարդում էին Արցախի բանակցության գործընթացների թղթերը։ Ոնց չէին տալիս, երբ որ եւ փուլային, եւ փաթեթային, եւ ընդհանուր պետության տարբերակում էր 5+2-ը նշված, եւ Քիվեստումա դա քննարկվել, եւ Մադրիդյան սկզբունքներում Կազան, Սոչի, որ մեկն ասեմ։ Այսինքն մարդիկ, որ գալիս ասում են մենք որ լինենք պատերազմ չէր լինի կամ մենք հող չենք հանձնել, կներեք, բայց բանակցությունները ինչի մասին էին։ Չէ՞ որ Արցախի սահմանադրությամբ նաև ամրագրված էր, որ այդ տարածքները նաև մերն են։ Խոսքը 5+2-ի մասին է։ Բայց դուք գնացել եք բանակցել եք տալու մասին ու եկել եք ասել եք, որ ոչ, դրսում ասել եք օկուպացված տարածքներ, Հայաստանում ասել եք ազատագրված տարածքներ։ Սա անընդունելի է, սա էլի եմ ասում, սա մի քաոս էր, որի մեջ մեր իշխանությունները նախկին գցել էին մեզ, իրենք հետո իրենց, եւ հասարակությանը խափում են, ասում են, որ մենք ոչ մի թիժ չենք տալիս, պատերազմ չի լինելու, եւ այս խափկանքը ու դրա փոխարեն, տեսեք, որ ամենացավալին է, մենք չենք պատրաստվում պատերազմի։ Այսինքն թղթի վրա էր ամեն ինչ, գրված էր մենք ամենամարտունակն ենք, բայց առնվազն ես 13-15 թվականներին Արցախում ծառայելով ես գիտեի, որ մենք ամենամարտունակը չենք։ Գրվում էր, որ մենք SSS հարցերում այսպիսի առաջընթացներ ունենք, բայց դա ուղղակի թղթի վրա էր մնում։ Էլի եմ ասում, եթե հնարավորություն չի եղել Արցախի այդ շրջանները պահելու, ես չեմ ասում, եթե ինչ-որ X իշխանություն լիներ ինքը կպահեր, բայց դա պետք է ասվեր հասարակությանը, ժողովրդին պետք է ասվեր։ Նույն 2020 թվականը, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասեց, ես կարող եի կանգնեցնել պատերազմը, բայց ինձ կասային դավաճան։ Իսկ հիմա լավ է, որ այսքան զոհ ունենք, այսքան ծայրահեղ վատ վիճակում ենք, եւ հիմա են ասում դավաճան։ Կապ չունի քանի տոկոսը, բայց ինչ որ տոկոսը ասում է, չէ՞։ Հիմա լավ է այս ամեն ինչը։ Այսինքն եւ 2018-ի դեպքերը, ես կարծում եմ, որ մարդիկ լավ էլ գիտեին, որ այսինքն համադրելի փաստերով կարելի է ապացուցել, որ գիտեին, որ պատերազմ լինելու է, որովհետեւ վերջին բանակցություններում եղել է այն, որ Հայաստանը արդեն պետք է ժամկետներ ասի, երբ է դուրս գալիս 5 շրջաններից, հետո նաեւ 2 շրջաններից, բայց 2018-ի դեպքերը այսպես ասած ինչ որ չափով հետաձգեցին, բայց մեկը անխուսափելի էր այդ ամեն ինչը, որովհետեւ եւ փաստաթղթերով, եւ բանակցությունների հիմքերով ամեն ինչը նրա մասն է, որ 5+2-ը պետքա տային։ Եվ այն մարդիկ, ովքեր ամպագորգոր հայտարարում են, որ եթե ես լինեի նախագահ չէր լինի, կամ մի մորոք տարածքների հանձնում չի եղել եւ այլն, թող այդ մարդիկ պատասխանեն, եթե 18 թվականի ապրիլը չէր լինում, Արցախի 5+2 շրջանների հետ ինչ էր լինելու։ Տալիս ենք, թե չենք տալիս։ Նույն հարցը տալիս եմ Սերժ Սարգսյանի աջակիցներին, նույն հարցը տալիս եմ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին։ Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում չի ձևավորվել Նիկոլ Փաշինյանին իրական այլընտրանք կամ այլընտրանքը այս ընդդիմությունն է, Նիկոլ Փաշինյանը ընտրվելու է։ Միգուցե չունենա 50+, բայց ինքը ինչ որ ուժի հետ կոալիցիա կազմելով, ես կարծում եմ ունենալու է 50+, որովհետև էլի եմ ասում, մարդիկ ավելի շատ մերժում են դեռևս նախկիններին, քան ընտրում են Նիկոլ Փաշինյան։ Իհարկե ինքը ունի իր 20 կամ 25%-ը, բայց ես կարծում եմ մի ստվար զանգված էլ ընտրումը կամ նորից մերժումը նախկիններին։ Մի քիչ երկար ստացվեց շրջափուլերին անդրադառնալով, բայց համապարփակ էր կարծում եմ, ես պետք է սա ասեի։ Շնորհակալություն շատ բազմաբովանդակ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Դե ինչ սիրելի հետևորդներ, ավարտին մոտեցավ Հայերս կդրսից հաղորդաշարը, հիշեցնենք, որ այսօրվա մեջուրը միջազգայնագետ Կարեն Ղազարյանն էր, մինչ հաջորդ հանդիպում։